գործող դատավարություններ, գերիների առկայություն։ Ես տեսնում եմ, որ մեր տարածքները դեօկուպացված չեն, դա էլ հերիք չի, մշտապես հայտարարում եք, որ կան տարածքներ, որոնք դեռ Ադրբեջանին են պատկանում եւ պետքա հանձնվեն։ Տիկին Գրիգորյան, ես տեսնում եմ, որ դուք հարց չեք տալի, խնդրում եմ հարցը տվեք, էլի։ Տեսեք, անընդհատ երկար խոսվում է, կարծում եմ մենք էլ պետք է ունենանք այդ։ Դե բոլորս ունեք, վերջի ելույթն է, խնդրում եմ ելույթ մի ունեցեք, հարցը ձևակերպեք։ Օգոստոսի 8-ից հետո Ալիևը մեր հասարակությանը հիվանդ է ասում, ասում է սահմանադրություն պետք է փոխենք։ Ես չեմ տեսնում անվտանգության երաշխիքներ, անվտանգության մեխանիզմ, բացի նրանից, որ Տրամփն ասում է խնդիրը կզանգեք, դա ընդհանրապես բան չի, մոտեցում չի։ Եվ չեմ տեսնում ապաշրջափակում, բացի նրանից, որ մեղրիով պետքա ճանապարհ տրամադրվի։ Սա ուղղակի նախընտրական քարոզարշավ է, ուրիշ որևէ բան սա չի նշանակում։ Եթե օրինակ սրան արձագանքեք, ես հետո հարցադրումներ կհնչեցնեմ։ Եթե չեք արձագանքում, ես հարցերս հիմա կհնչեցնեմ։ Հիմա հարցը ուրեմն հնչեցնեմ։ Չէ, չկա, անջատեք բարձրախոս։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն վարչապետ, համեցեք։ Որովհետև բայց ինչ ձև է, բայց ձեր արածը ինչ ձև է ուզում հասկանամ։ Շնորհակալ եմ։ Ասենք բոլորն են ժամերով խոսում։ Շնորհակալ եմ։ Նույնիսկ հարց չտվեցիք։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Ես մի անգամ եմ հայտարարել, ավետել խաղաղության մասին։ Դա օգոստոսի 18-ի իմ ուղերձն է եղել, եւ ես դա հատուկ արել եմ ուղերձի ձևաչափով։ Դրանից հետո ես պատասխանում եմ լրագրողների հարցերին, պատգամավորների հարցերին եւ այդ ուղերձում ասել եմ, որ ինչքան հարց լինի, ես պատասխանելու եմ, որովհետեւ չկա այդպիսի հարց, որի պատասխանը չկա, եւ այսօր բազմաթիվ հարցերի պատասխան հնչեց։ Գերեվարվածների մասով, մյուս խնդիրների մասով, այո, այդ խնդիրները կան, եւ ես ասել եմ եւ ելի եմ ասում, որ ամենօրյա աշխատանք է արվում այդ ուղղությամբ, ամենօրյա։ Եվ ելի եմ ասում, եկեք մի հատ հետ գնանք, հիմա ասում եք օգոստոսի 8-ը, ես ունեմ հասկան, մեկ էլ ասում եք օգոստոսի 8-ը նախընտրական քարոզարշավ է, այսինքն լավ բան է դա, փաստորեն, հասկանում եք խելամիտ քաղաքական ուժը, մի հատ էլ ասում են կապիտուլյացիա, խելամիտ քաղաքական ուժը գալիս ասում է ժողովուրդ ես կապիտուլյացիա եմ արել, նախընտրական լավ բան է այսինքն դա, ինչ նախընտրական քարոզարշավ, հիմա դուք դա լավ բան եք համարում, թե չէ, եթե լավ բան չի մենք նախընտրական քարոզարշավ ենք անում դրանով, ուրախացեք, որովհետև վատ բանով նախընտրական քարոզարշավ ենք անելու, սրանից բխող հետևանքներով, ինչ եք տխուր, եթե լավ բան է, մենք քարոզարշավ չենք անում, մենք այդ լավ բանն ենք անում, եւ այդ լավ բան, եւ ես ասում եմ, էլ բոլոր տեղերում հիմա, հա, եւ իմիջայլոց, ուզում եմ ասեմ նաեւ, տեսեք, եկեք էլի հետ գնանք, հարգելի գործընկերներ, եկեք հետ գնանք 2024 թվականի մարտ-ապրիլ, սահմանազատման շրջանակում տեղի ունեցող բանը։ Ես հիմա Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հրավիրում եմ, թող գնանք իրանց նայեն, թող գնանք իրանց գյուղը նայեն, թող գնանք սահմանազատումը նայեն, այդ որ ողբ էին ողբում, ոսկեպարի եկեղեցին ինչ եղավ, ինչ, ով, դուք, այո, իհարկե, թող գնանք իրանց, այսօր իրանցը, ընդհանրապես բան կա, ինձ համար, օրինակ կա օրինակելի կամ խորհրդային միության ժամանակներում ասում են, չէ, ցուցադրական գյուղ, բնակավայր, այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղը ցուցադրական բնակավայր է, ցուցադրական, ասում են մարդիկ գնում են, քանի տուն է կառուցվում այսօր Կիրանցում, Կիրանցը իր ձեր նշած լավագույն ժամանակներում ունեցել է քանի տուն, 84 են ինձ ասել, 84 տուն է ունեցել իր լավագույն ժամանակներում Կիրանցը, այսօր 50 տուն է կառուցվում Կիրանցում, բա այդ ողբի հեղինակները իրենց ողբի պատասխանը տալու են, արձագանք, մի րոպե, մեզ եք ողբի մեջ մեղադրում, վերջերս անկախության հռչակագրի արդիվ
մի հատ հոդված է գրում, ստատուսա հոդվածը, չգիտեմ, ուղերձը։ Ասում եք զիջումներ չանելու հետևանքով ընդհանուր միտքը սա է, կարող եմ մեջ բերել նույնիսկ պատերազմը, այսինքն դուք գիտակցված մարդ տարել եք մեր պետությունը պատերազմի, ողբ եք կապել ամբողջ հայ ազգի վրա, ու դուք մեզ ինչ-որ ողբի մեջ եք մեղադրում, սա բացառապես քաղաքական նախընտրական քարոզարշավ է, եթե ես գամ հիմա արդեն նրան ինչի մասին խոսում ենք, որովհետև դուք ստացել եք Տրամպի հետ նկար, մեկ էլ մի հատ թուղթ, որի վրա գրած է խաղաղության պայմանագիր, բայց չեք ստացել իրողություններ, որոնք կարող էին նշանակել խաղաղություն, գերիների վերադարձով, տարածքների դեօկուպացիայով, դա էլ երիկ չի, ասում են վերջնական ստորագրման համար, պետք է մի հատ էլ ձեր սահմանադրությունը փոխեք, մեր հասարակությանը հիվանդ են ասում, նվաստացնում են, լավ ինչ եք ստացել, մեր սահմանները բացվել են, չեն բացվել, որ ճանապարհն է ապա շրջափակվել, բացի նրանից, որ մեղրիով հիմա ճանապարհ եք տալիս, ես Գորիս Կապան ճանապարհով անխոչնդոտ կարող եմ գնալ, երազվով ճանապարհը մեզ համար անխոչնդոտ լինելու, թե չի լինելու, այդ որ ասում եք տեխնոլոգիական առաջընթացը թույլ կտա այսպես թե այնպես, վերջին անգամ մեղրի անցակետով երբ եք անցել, բեռնատար մեքենաների վարորդները 5 օր շարունակ մեքենայի մեջ մնում են, մինչև կարողանում են անցնել, դուք խաղաղություն չեք բերել, դուք չեք կարող խաղաղություն բերել այն պայմաններում, երբ որ պատերազմ եք բերել, ողբ եք բերել։ Հիմա սովորական նախընտրական քարոզչություն եք իրականացնում։ Ես բերել եմ իրական անկախություն, ես բերել եմ իրական պետականություն, ես այն ապագան, որի մասին մենք բոլորս մտածում ենք, թե երնեք կլինի այդ ապագան, թե չէ, այդ ապագան բերել եմ այսօր։ Այսօր։ Այդ խաղաղությունը այսօր է։ Ինչն է շրջափակվել, ապա շրջափակվել է այն, որ Երևանի Զվարթնոց օդանավակայանից ինքնաթիռ է թռնում, կապանում վայրեջք է կատարում, հետո հետ է գալիս։ Այդ է խաղաղությունը, որ մարդիկ ապրում են իրենց տներում առանց վախի, որ կիրանցում, որի ողբը կապել եք, որ կիրանցը չի լինելու, ասում եմ, կիրանցը այսօր ցուցադրական բնակավայր է։ Եվ խաղաղությունը արդեն եկե դուք հիմա թռնեք վերև, իջնեք ցած, խաղաղությունը հաստատված է, դուք մի խնդիր ունեք, հաստատված խաղաղությունը քայքայել, ես դա ձեզ թույլ չեմ տալու, չերազեք նույնիսկ, ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած, ինչ ուզում եք արա, որ սպառնալու տեղը գա, կսպառնամ էլ այն դեպքերում, երբ որ բանը հասնի Հայաստանի Հանրապետության պետական շահերին, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը եւ ով որ Հայաստանի Հանրապետության անկախության ինքնիշխանությանը սպառնում է, ես իրեն ընենց կսպառնամ, որ ճնշումը կբարձրանա։ Շնորհակալություն։